Հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, ինչից էլ խոսենք, ինչ հարցեր էլ հիմա մենք հնչեցնենք, նույն բանի մասին է խոսակցությունը իրականում եւ մեր մտքերում։ Հարգելի պարոն նախարար պաշտպանության, դուք շատ ճիշտ նշեցիք, որ կարևոր է, որ գնահատվում է սխրանքը եւ հերոսությունը եւ հիշեցրիք, որ դեռ անցած տարվա հունիսին զինծառայողների, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող նպաստները կրկնապատկվել են եւ նշեցիք նաեւ, որ հուղարկավորության եւ այլ ծախսերի հետ կապված պետությունը կանգնած է զոհված զինվորների ընտանիքների կողքին, բայց գիտեք, կյանքը շարունակվում է եւ եթե ես չասեմ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր այն տղաները, որ իրենց կյանքով պաշտպանեցին մեզ եւ դեռ պաշտպանելու են, Աստված չանի, որ նոր զոհեր ունենանք, այդ տղաները հիմնականում այնպիսի ընտանիքներից են, որոնց սոցիալական վիճակը մեղմ ասած բարվոք չէ։ Եվ այսօր դժվար թե գտնվի ընտանիք, որը վարկային բեռի տակ կքած չէ, որը չունի խնդիրներ։ Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը, որպեսզի մենք չձգձգենք հարցը այն աստիճանի, որ համապատասխան օրենքով լինի այս փոփոխությունը կամ այս գործընթացը, գուցե կառավարությունը որոշում կայացնի կոնկրետ, որ վերջին օրերին զոհված զինծառայողների, զինվորների այն ընտանիքները, ովքեր ունեն վարկեր, այդ վարկերը որևէ կերպ պետությունը կամ բանկերը գուցե վերցնեն իրենց վրա, որովհետև այդ ընտանիքների կյանքը շարունակվելու է եւ ոմանք կերակրող են կորցրել, ոմանք միակ զավակ եւ զավակներ, կարծում եմ իրենց գործը մեր տղաները կատարել են փառահեղ եւ մենք որպես պետություն պարտավոր ենք կոնկրետ լուծում գտնել այս հարցին եւ այն բոլոր ծախսերը, որ այսօր արվում են, բնականաբար պիտի արվեին, զարմանալի կլիներ, որ չարվեին, բայց սրանից հետո նույնպես մենք պիտի կոնկրետ որոշում կայացնենք։ Այս օրերին ինձ դիմել են բազմաթիվ լրագրողներ, սոցիալական ցանցերում իմ բազմաթիվ ընկերներ այս հորդորով, այս մասին առաջարկ կա հետլրատվականում, ես խնդրում եմ արագ օպերատիվ այս հարցին լուծում տալ, որովհետև իրոք դա շատ կարևոր է, որովհետև զինվորները պիտի իմանան, որ իրենց ընտանիքները ապահով են լինելու եւ ընտանիքները պիտի իմանան, թե ինչի համար գոնե զոհվեցին իրենց տղաները, պետությունը պիտի կանգնի այս ընտանիքների կողքին, գուցե դիմեք որոշ բանկերի եւ այլն, շնորհակալություն։ Արդյունք պատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանը, համեցեք պարոն վարչապետ։ Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, նախ այս բարձր ամբիոնից եւս մեկ անգամ ուզում եմ ցավակցել եւ զորակցությունս հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին եւ իրոք սա մի աննախադեպ դեպք էր, որ եւս մեկ անգամ ավելի սկզբից սկսած մինչեւ այսօր ապացուցեց, որ հայ ժողովուրդը իդեմս Սփյուռքի, Արցախի եւ այլ հայրենիքի միասնական է եւ ես կարծում եմ դա վառ ապացուցել նաեւ մեր շակերտների մեջ նաև մեր բարեկամների համար։ Ես կարծում եմ, որ այսօր տիկին Եսայան, այն օգնությունները, որ տրվում են նաև խախուռ բոլոր մեր զինվորներին, իրենց ընտանիքներին, դա իրականացում է եւ նույնիսկ կառավարությունը ունի ստեղծած աշխատանքային խումբ, որը կոորդինացնում է այդ օգնությունները, որը ուղղորդվում է Լեռնային Ղարաբաղ կառավարությանը կամ ընտանիքներին մեր զինվորներին։ Ես կարծում եմ, այս հարցը իրոք շատ զգայուն հարց է, պետք է քննարկվի, ես չեմ կարծում, որ կլինի մի հայ, որը կապրի անկախ Սփյուռքում, Արցախում, Հայաստանում, որ չի ցանկանա նման ընտանիքներին աջակցել։ Բայց ինչ վերաբերվում է բանկերում իրենց վարկերի եւ այլ հարցերին, դա պետք է քննարկվի, վերլուծվի, հասկանանք ինչի մասին է խոսքը, թե չէ այս պատասխանատու ամբիոնից նման հարցեր հնչեցնել ու թողել անհետևանք, դա նաև մեզ պատիվ չի բերի եւ ոչ ազգային ժողովին, ոչ էլ կառավարությանը եւ դրա համար մենք պետք է քննարկենք, որ պետք է օգնենք, դա փաստ է եւ օգնել ենք եւ շարունակելու ենք օգնել։ Արձանագրման համար Մարգարիտ Եսայան, երկրորդ խոսափոխ։ Հարգելի պարոն վարչապետ, շատ զգացված եմ, որ դուք անձամբ պատասխանեցիք իմ հարցին, չէ ել կասկածում, որովհետև իրոք հարցը շատ նուրբ է եւ շատ զգայուն։ Պարզապես իմ առաջարկը այդ մասին է, որ մենք ոչ թե դուք ես հենց հիմա ձեզնից պատասխան չէի ակնկալում, հարցը դրվի քննարկման եւ որոշում կայացվի։ Մի կարևոր փաստի մասին նույնպես ուզում եմ ասել։ Շատ տղաներ ուսանողներ էին, ուսանողական նստարանից են մեկնել ռազմաճակատ եւ զոհվել են։
Նրանք ունեն նաև այսօր առաջին գծում ծառայած զինվորները նույնպես ուսանողներ են շատերը։ Գուցե մենք նաև այդ որոշումների հետ միասին որոշում կայացնենք, որ նրանց ուսման վարձը զորացրումից հետո, երբ որ կվերադառնան իրենց ուսումը շարունակելու, նաև ուսման վարձի խնդիրները լուծվի։ Ես հասկանում եմ իհարկե, որ միանգամից ես պատասխան չէի ակնկալում։ Պարզապես անցալով բոլորի ձայնին, նաև իմ ձայնին, ես ուզեցի հնչեցնել այս առաջարկը եւ հույս ունեմ, որ մեր կառավարությունը կոնկրետ լուծումներ կգտնի եւ արագ կգտնի այդ լուծումները։ Շնորհակալ եմ։ Ես օգնել ենք, շարունակել ենք օգնել եւ ես մեկ անգամ հնչեցնում եմ նույն սահմանամերձի մեր բոլոր ուսանողների վարձերի ուրեմն խնդիրի կառավարությունը լուծել է, շարունակել է լուծելու եւ նման ընտանիքներին անպայման մենք քննարկենք, վերհանենք եւ կփորձենք օգնություն ցավրել։ Դա մեր բոլորի սուրբ պարտականությունն է։ Շնորհակալ եմ։